Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, այսօր մենք գտնվում ենք Արտուր Թարխանյանի անվան կենտրոնում, որը ներկայացնում է հայկական մոդեռնիզմի ժամանակաշրջանի ճարտարապետական կառույցները և առանց կարծրատիպերի զրուցելու ենք կենտրոնի հիմնադիր տնօրեն ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ։ Բարի երեկո, Տիկին Թարխանյան։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին և մեզ հյուրընկալեցիք Արտուր Թարխանյան կենտրոնում։ Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հյուրընկալելու և ես իրոք ուրախ եմ, որ այսօր կարող եմ ձեզ ներկայացնեմ ու մի քիչ պատմեմ մեր թանգարանի մասին։ Շատ շնորհակալություն և ուրեմն դե սկսենք, ինչպես ծագեց թանգարանը ստեղծելու միտքը, ինչ է ի վերջո հայկական մոդեռնիզմը և ինչ կփոխի այս թանգարանը մեր քաղաքի կյանքում, ինչ ակնկալիքներ ունեք։ Թանգարանը ստեղծվեց և հիմնադրվեց այն տարածքում, որը պատկանում էր հայրիկիս Արտուր Թարխանյանին, Հայաստանի ժողովրդական ճարտարապետ և վաստակավոր ճարտարապետ։ Գիտեք, մեր կյանքի ընթացքում մենք ապրում ենք ճարտարապետության մեջ և այնքան սովորում ենք այն շենքերին, այն կառույցներին, որոնց կողքով ամեն օր անցնում ենք, որոնց տեսնում ենք ամեն օր և չենք նկատում իրենց այն արժեքները, որոնք որ իրոք պետք է ճիշտ գնահատական տանք մեր շենքերին։ Այդ գնահատականը մենք հետ ենք ստանում մեր զբոսաշրջիկներից, բայց ինձ համար առաջնայինը և շատ կարևոր էր, որ մեր ժողովուրդը, մեր երիտասարդները կարողանան ճիշտ գնահատեն այն ամենը, ինչ որ թողել են մեր նախնիները։ Մենք գնում ենք արտասահման, գնում ենք դուրս, տեսնում ենք այս հրաշալի շենքերը և հետո մի տեսակ ընկճված հետ ենք վերադառնում Հայաստան մտածելով ունենք պատմություն, ունենք միջնադարյան պատմություն, ունենք թամանյանական պատմություն, բայց ժամանակակից շենքեր չունենք և դա դառնում է ոնց որ թե ինչ-որ միտեղ խոցելի երիտասարդների համար։ Շատ հաճախ մենք անցկացնում ենք ստեղ դասախոսություններ երիտասարդների համար և իրանք նոր աչքերով նայում են այն ամենին, ինչ այսօր ունեն և ես տեսնում եմ այդ հպարտությունը, ոգևորությունը, որով ստեղից դուրս են գալիս երիտասարդները։ Ճարտարապետությունը ընդհանրապես շատ յուրահատուկ մի արվեստ է։ Գիտեք, երաժշտությունը դու կարող ես չլսես, նկարչությունը, եթե դուրդ չի գալիս, կարող ես չնայես, գիրքը կարող ես չկարդաս, բայց ճարտարապետությունը մեր անբաժանելի մասն է մեր կյանքի։ Մենք ծնվում ենք ճարտարապետության մեջ, մենք ապրում ենք ճարտարապետության մեջ, ի վերջո կյանքից էլ ենք հեռանում ճարտարապետության հետ միասին, որտեղ վերջի քարը, որը դրվում է մեր շիրիմին, դա ճարտարապետությունն է։ Մի քիչ տխուր նոտայի վրա ավարտեցի, բայց դա ճշմարտություն է։ Եվ ուզենք մենք դա թե չուզենք, ճարտարապետությունը ամեն օր ձևավորում է մեզ որպես անձնավորություններ, որպես մարդկանց։ Եվ այն ինչպիսին է ճարտարապետությունը, այդպիսին կլինենք մենք ինքներս վաղը։ Այնպես որ մեր նպատակն էր ձևավորել մի տարածք։ Մենք նոր մեր ճանապարհի, մեր կյանքի սկզբում ենք գտնվում թանգարանային, որտեղ ընդամենը մեկ տարի է, իսկ ինչպես հիմնադրվել ենք և մի քանի ամիս է ինչպես աշխատում ենք։ Թանգարանը դեռ շատ փոքր է, բայց հուսամ և որ մոտակա տարիներում ինքը կմեծանա, որտեղ նյութը շատ մեծ է և իրոք կկարողանանք ներկայացնենք այն ամենը, ինչ պետք է ներկայացնենք։ Մեր հիմնական ուղղվածությունը դա ցույց տալ
թամանյանական այն դարաշրջանը, որտեղ շատ կարևոր է մոդեռնիզմի ձևավորման համար։ Մոդեռնիզմը, գիտեք, հենց այնպես օդից չի ձևավորվել, դրա համար շատ մեծ եւ խորը արմատներ է ունեցել։ Պարզ է դա միջնադարյան ճարտարապետություն է եւ իհարկե թամանյանական շրջանը, որը իր հետ միասին շատ յուրահատուկ եւ հակադրվող ոճեր ուներ, որը հիմնադրեց մեր Երևանի ոնց որ թե այդ բնագիծը եւ այդտեղից է սկսվել մոդեռնիզմը։ Ու ես ինչքան հասցրեցի տեսնել եւ հասկանալ, իհարկե կենտրոնը կրում է ձեր հոր ճարտարապետ Արտուր Թարխանյանի անունը, բայց դուք աշխատել եք ամբողջ մոդեռնիզմի շրջանի մեր ճարտարապետներին, հա, հայկական մոդեռնիզմը ինչքան հնարավոր է ընդգրկել։ Եթե ճիշտ հասցրեցի հասկանալ։ Դուք ճիշտ եք, մենք փորձում ենք ներկայացնել մեր բոլոր ճարտարապետներին։ Այսօր ներկայացված է հիմնականում թանգարանում մեկ դպրոց, Սամվել Սաֆարյանի դպրոցը, որը յուրահատուկ ճարտարապետ էր, փայլուն վարպետ էր նեոկլասիցիզմ, մենք ասում ենք տրադիցիոն ճարտարապետության մեջ, եւ դրա հետ միաժամանակ փայլուն կոնստրուկտիվիստ էր, Հալաբյանի, Մազմանյանի աշակերտը, որը իր մեջ էր կրում երկու տարբեր ոճեր, բայց երկու տարբեր ոճերի մեջ ինքը փայլուն աշխատում էր եւ այն դպրոցը, որը ինքը ստեղծեց եւ հիմնադրեց արդեն 50-ական թվականներին, շատ մեծ հետք թողեց Հայաստանի 70-ական, 60-ական, 80-ական ճարտարապետության ձևավորման մեջ։ Սամվել Սաֆարյանը իհարկե իր վրա վերցրեց այն սերնդափոխության եւ գաղափարների փոխանակության այն դերը, որը պետք է մեկը աներ եւ ինքը այդ մարդկանցից մեկն էր, բայց դրա հետ միասին չմոռանանք Ռաֆո Իսրայելյանի մասին, իր աշակերտների, իր դաստիարակած սերունդի մասին, իհարկե շատ մեծ էին այն ճարտարապետները եւ դպրոցները քանակությամբ մեծ էր եւ ամեն մի դպրոցը կազմված էր մի քանի ճարտարապետական խմբերից, որոնք որ շատ մեծ հետք թողեցին եւ շատ հետաքրքիր եւ յուրահատուկ դպրոց ձևավորեցին, որը կտրականապես տարբերվում է այլ դպրոցների, մոդեռնիզմի դպրոցներից, թե սովետական միությունում, թե սովետական միությունից դուրս։ Տիկին Թարխանյան, երբ փորձում ենք ձեր կենսագրությանը ծանոթանալ, տարբեր աղբյուրներում կարմիր գծով այդ նախադասությունը գնում է առաջին կին ճարտարապետը, ով նախագծել է եկեղեցի։ Ինչ զգացողություններ ունեք առաջինը այդ հարթակում եկեղեցաշինության եւ եթե այսօր երիտասարդ ճարտարապետների հետ շփվում եք, օրինակ կանայք, աղջիկները նպատակ ունեն այդ ուղղությամբ զբաղվելու։ Գիտեք, ճարտարապետությունը դա միշտ արտացոլումն է հասարակական պատվերի, հանրային պատվերի։ 80-ականների վերջում ավարտին մեծ խնդիր կար կառուցել եկեղեցի։ Իհարկե մինչև էլ կար անհրաժեշտություն եկեղեցիներ կառուցել, բայց արգելված էր։ Իմ հայրը ողջ իր կյանքում երազում էր եկեղեցի նախագծել, բայց ավաղ չկարողացավ, որտեվ սովետի ժամանակ դա արգելված էր։ Եվ հենց որ բացվեցին այդ եւ բարձրացավ այդ մետաղական վարակույրը եւ հնարավորություն տրվեց ճարտարապետներին եւ մարդկանց մի քիչ ավելի ազատ մտածել, միանգամից ձևավորվեց այդ պատվերը եւ պատվերի ետևում կանգնած էր իհարկե Վազգեն Վեհափառը։ Ես շատ բախտավոր եի, որ Վազգեն Վեհափառի կողմից ընտրվեցի որպես ճարտարապետ, որը կնախագծի եկեղեցի։ Գրեթե 70, եթե ոչ ավելի 200 տարի Հայաստանի տարածքում եկեղեցի չի կառուցվել։ Եվ այդ պատիվը առաջի եկեղեցին նախագծելը ինձ ասում են, ինչպիսին է այդ եկեղեցին։ Ես ասում եմ, չգիտեմ, ես պարզապես լսում էի ես հավատացյալ չեմ, բայց ես լսում էի այն ձայնը, որը իմ հետևից ոնց որ թե ուղղորդում էր, այսենց պիտի լինի։ Այդ զգացմունքը ես չեմ կարողանում բացատրեմ, ինչի հետ էր կապված, բայց ես պարզապես լսում էի այդ ձայնը, այդ զգացմունքը, այդ հոգևոր մի նստվածքը, որը տալիս է մեր միջնադարյան ճարտարապետությունը, մեր ժամանակակից ճարտարապետությունը։ Ես արեցի երկու տարբեր նախագծեր,
մեկը շատ ժամանակակից, մյուսը մոդեռնիզմի ոճի մեջ, մյուսը միջնադարյան ոճի մեջ եկեղեցի էր, երկուսն էլ նույն սկզբունքով, նույն ծավալատարածական լուծումներով եւ ներկայացրեցի Վազգեն Վեհափառին։ Ինքը շատ հավանեց, ինչը ինձ համար զարմանալի էր եւ մեծ հպարտություն էր, եւ հետո ասեց, որն են կառուցում, ասեցի ժամանակակիցը, ասեց աղջիկս դե ես բարձ այդ ժամանակ շատ ավելի երիտասարդ էի, ասեց դու դեռ կհասցնես ժամանակակից եկեղեցիներ կառուցել, բայց հիմա մենք խնդիր ունենք, մենք պետք է կապենք մեր նորը անցյալի հետ եւ կառուցում ենք այս տրադիցիոն ոճով արված եկեղեցին, որը կառուցվեց Մասիս քաղաքում եւ ես շատ Վազգեն Վեհափառը օրհնեց, հետագայում հիմներ կկատարեցինք եկեղեցու, հետո արդեն Գարեգին Վեհափառը շարունակեց կառուցումը եւ ես հիմա հետ եմ նայում ամեն անգամ եւ մտածում եմ ինչպես ստացվեց, որ այդքան հայկական է, այդքան միջնադարյան է եւ այդքան միաժամանակ ժամանակակից եկեղեցի, ինքը չի կրկնում ոչ մի նախկինում կառուցված եկեղեցիներ, բայց ամբողջությամբ շնչում է հայկական ոճով։ Ուզում եմ ընկալել, ես առաջինն եմ եղել, առաջի կին ճարտարապետը, որ նախագծել է։ Մեծ ուրախություն եմ զգում, բայց ոչ մի բան դրանից ավել։ Տիկին Թարխանյան, մի առիթով մի այսպիսի հետաքրքիր միտք եք ասել, ճարտարապետության բարոյական սկզբունքները։ Որոնք են ճարտարապետության բարոյական սկզբունքները եւ դրանք շատ են տարբերվում ընդհանրապես բարոյական սկզբունքներից, ինչի մասին որ մենք պատկերացում ունենք եւ ձեզ համար որոնք են բարոյական սկզբունքները եւ այդ ճարտարապետության բարոյական սկզբունքները։ Լուիզա ջան, շատ շնորհակալ եմ այդ հարցի համար, նենց մի տեսակ առաջի մարդկանցից եք, ով որ դրա վրա ուշադրություն է դարձրել։ Վերջերս Լոնդոնից շատ մեծ եւ խոշոր ճարտարապետական ֆիրմայից ճարտարապետներ էին եկել, ղեկավարները։ Իրանք եկան այստեղ եւ երբ որ ես պատմում էի Թամանյանի մասին եւ այն սխրանքի մասին, ինչ ինքը արեց Հայաստանի համար եւ հայ ժողովրդի ձևավորման համար, իրանցից մեկը նույնիսկ ես զգացի, թե ինչպես արտացոլվեց։ Եվ դա հենց այն բարոյականությունն է, ես հիմա փորձեմ բացատրեմ, ինչ է արել Թամանյանը։ Նայեք, դարի սկզբին շատ ծանր իրավիճակում գտնվեց Թամանյանը, կայացած ճարտարապետ, շատ խորը իմացող, թե ճարտարապետությունը ինչ է եւ փայլուն իմացող, թե ինչպես կարելի է ճարտարապետություն ձևավորել, քաղաքներ նախագծել, եւ ինքը գալիս է Հայաստան, որտեղ որ սարսափելի դժոխքի մեջ է ընկնում։ Մեր բոլոր մտավորականները մի ահավոր ժամանակաշրջան ապրեցին այդ տարիներին, այսինքն Եղեռնի այդ դժոխքը, որով անցավ ժողովուրդը, եւ որտեղ որ եկան մեր մտավորականները եւ կանգնած էին հարցի առջև, ինչպիսին պիտի լինի վաղվա ժողովուրդը։ Թամանյանը շատ լավ հասկանում էր, որ ճարտարապետությունն է, որ ձևավորում է մարդուն։ Առաջինը ինքը պիտի իր մեջ այդ ցավը, ատելությունը, այդ դեպրեսիվ մտքերը կարողանար հաղթահարել, որ սկսել նախագծել մի նոր քաղաք։ Եվ ոնց որ թե երկու ճանապարհ ուներ, կառուցել եւ նախագծել քաղաք, որը իր մեջ պարունակեր ատելություն, վրեժխնդրություն, բրուտալիզմ, այսինքն կոպտություն, թե նախագծեր քաղաք, որը լիներ բարյությամբ, մարդկային հատկանիշներով, երջանկությունով, որի զարդաքանդակները ամեն ինչը իր բոլոր զարդաքանդակներով ինքը կապված կլիներ բնության հետ։ Եվ գիտեք ճարտարապետի համար, որը լավ գիտակցում է, որ իր այսօր նախագծած եւ ընտրած ուղղությունը ճարտարապետության մեջ վաղը ձևավորելու է մի ամբողջ ժողովուրդ, եւ ինչպես իր ներքին այդ պորտկումը, դաժանության հակադրվելը,
ատելության հակադրվելը ինչով, բռի ուժով, թե սիրով, դա շատ մեծ մարդու հատկանիշ էր, որ Թամանյանը կարողացավ անել եւ իր հետ միասին իհարկե մեր ողջ մտավորականները, որոնք որ 19 թվականին, 20-ական թվականներին եկան Հայաստան եւ սկսեցին նոր Հայաստան ձևավորել, բայց դա ատելության Հայաստան չէր եւ դա ես հասկացա մեծությունը այնինչ որ արեցին մեր մեծերը միայն 2020 թվականին 44 օրվա պատերազմից հետո, երբ որ ինքս ապրեցի այդ ատելությունը եւ դեպրեսիան եւ ընկճված լինելը որպես արվեստագետ եւ հասկացա լավ, ես ընդամենը ապրեցի 4 ամիս այդ միջավայրում, բայց ինչ ապրեցին մեր մեծերը դարի սկզբին եւ ինչպես իրանք կարողացան այդ ամեն ինչի վրայով անցնել, մենք գիտենք որ շատերը մեր մտավորականներից չդիմացան այդ դժոխքին, իհարկե այդ դա է բարոյականությունը եւ Թամանյանը իր հետ բոլոր այն ճարտարապետները, ովքեր որ եկան Հայաստան մի կողմից, մյուս կողմից մեր մտավորականները, որոնք որ եկան Հայաստան եւ բարիության մեջ սկսեցին ձևավորել եւ սերմացնել ազգի մեջ այդ սերմերը եւ հիշենք Ալիևին, որը 30 տարի մանկապարտեզից սկսած ատելություն էին սերմացնում երեխաների մեջ, այդ էր տարբերությունը եւ ես հպարտ եմ, որ մենք այսպիսի մարդկանց ժառանգորդն ենք։ Տիկին Թարխանյան, եթե շարունակեմ ձեր միտքը եւ ձեզ մի հետաքրքիր հարց ուղեմ, դուք 44 օրյա պատերազմից խոսեցիք եւ այո, ինձ թվում է սա արդեն 3-րդ տարին է, որ մեր ժողովուրդը դեռ դուրս չի գալիս այս դժոխքից, որտեվ պատերազմը չի ավարտվել, մենք անընդհատ ականատես ենք լինում դժբախտ իրադարձությունների, կրկնվող միգուցե կարճատև, բայց նորից պատերազմների, սեպտեմբերյան դեպքերը վկա։ Այս Հայաստանում ճարտարապետ Անահիտ Թարխանյանի երազած օրինակ ճարտարապետական շինությունը որը կլիներ։ Երբ որ այո, ժողովուրդը նորից ընկճախտի մեջ է, ժողովուրդը հիասթափված է, ժողովուրդը մտածում է արտագաղթի մասին, ինչ կանեիք դուք, եթե ասում եք, որ ճարտարապետությունը մեզ կյանքի որակ է տալիս եւ փոխում է միգուցե ինչ-որ որակներ։ 1960-ական թվականներին հայրս նախագծեց մի շենք, որը նախագծում էր որպես ապագա ազատ եւ անկախ Հայաստանի խորհրդանիշը, եւ դա երիտասարդության պալատն էր։ Ինքը նախագծվեց որպես վերածնվող, ինքնահաստատվող ազգի մի խորհրդանիշ, դրա համար էլ այնքան մենք սիրել ենք այդ շենքը։ Եվ առաջինը ինչ ես կանեի, կսկսեի հենց մեկի այդ շենքի վերականգնումից, որտեվ ինքը իր մեջ պարունակում էր այն ուժը, ինքնահաստատումը եւ լուսավոր մի ոգին, որը ճարտարապետները կարողացան բերել եւ փոխանցել ժողովրդին մի շենքի միջոցով։ Դա շատ կարևոր կառույց էր։ Նույնը կվերականգնեիք։ Մեկի ես կվերականգնեի այդ կառույցը եւ դրա համար այսօր բոլոր հնարավորությունները կան։ Բոլոր հնարավորությունները կան, պարզապես շատ փոքր ցանկություն է պետք։ Հետագայում իհարկե պետք է նոր քաղաքներ կառուցել, պետք է վերաբնակեցնել Հայաստանը։ Մենք այսօր կենտրոնացված ենք Երևանի վրա, բայց Երևանը դա Հայաստան չի, Հայաստանը շատ ավելի մեծ եւ շրջաններ մենք ունենք, այդ շրջանների գլխավոր կենտրոնները պետքա վերակառուցել, նոր շունչ տալ, միշտ նոր ստեղծվող քաղաքները բերում են ոնց որ եւ կառուցվող քաղաքները բերում են շատ մեծ պոզիտիվ եւ հավատքի մարդկանց ինքնավստահության զգացմունք, որը մեր ժողովուրդը այսօր մեծ կարիք ունի։ Ձեր մանկությունից հաճախ եք խոսում հայրիկի հետ ունեցած հարաբերություններից, զրույցներից, բայց
միտեղ կարդացի, թե լսեցի, մի սենց հետաքրքիր բան եք ասել, ասում եք փոքր աղջիկ էի, հայրս ինձ տանում էր շին հրապարակներ եւ մի օր այդ քարերի ձայնը լսելուց ինձ ասեց լսիր, ուշադիր, սա հավերժության ձայնն է։ Կարողացաք հասկանալ, որն է այդ հավերժության ձայնը, գոյություն ունի թե ոչ, Տիկին Թարխանյան, մեզ էլ ասեք։ Մենք գնում էինք հիմնականում մեր եկեղեցիները նայելու, մոտեցնում էր ինստիտուտներին, ասում էր ականջը դիրսյանը եւ լսի, ձեռը դիրսյանը եւ զգա այդ տաքությունը։ Այդ դա էր մեր հավերժության ձայնը։ Եկեղեցու ձայնը, երբ որ դու քարին մոտեցնում ես քո ականջը եւ զգում ես, նենց հետաքրքիր փորձեք մի օր, նենց յուրահատուկ ինչ որ կապ ես դու զգում հավերժության հետ, քո նախնիների հետ, երբ որ ձեռդ դնում ես այդ մաշված քարերին, զգում ես այն տաքությունը, այն ձեռների վարպետների, ովքեր որ տաշել են այդ քարը, դու զգում ես այն հայացքները մարդկանց, ովքեր որ եկել են եւ աղոթել են այդ եկեղեցիներում, ովքեր որ իրանց երազանքներն են կապել, մեր եկեղեցիները ապահովում են մշտական կապը, մեր այն կամուրջն են, ինչպես եւ Արարատն են նույն ձևի, մեր եւ մեր նախնիների հետ, մեր անցյալի հետ, դա երբեք չպետք է կորցնենք, ապրելով այսօր, մենք միշտ պետք է զգանք այդ կապը։ Տիկին Թարխանյան, խոսքի սկզբում ասեցիք գիրքը չհավանես կարող ես չկարդալ, երաժշտություն կարող ես չլսել, բայց նաև մենք գիտենք, որ դուք Ռադիո FM-ի հիմնադիր եղաք Հայաստանում եւ ասել եք նաև, որ երաժշտությունը ձեր մեծ եւ անբաժան սերն է, ի վերջո երաժշտությունը եւ ճարտարապետությունը ինչքանով են իրար հետ կապված, այդ քարերի սիմֆոնիան մենք ունենք, թե ոչ։ Ես ուզում եմ մի քիչ ընդլայնեմ, գիտեք, երկուսն էլ դա գաղափարախոսության արվեստներ են, եւ ճարտարապետությունը, եւ ինֆորմացիայի փոխանցման միջոցներ են, եւ ռադիոն, եւ հեռուստաընկերությունը նախկինում չկար ռադիոկայան, չկար հեռուստատեսություն, կային սկզբից կային քարեր, կային շենքեր, որի միջոցով փորձում էին ինֆորմացիան, գիտելիքը մի սերունդը փոխանցել մյուսի վրա։ Դրա համար քարերի վրա տաշում էին մեր տառերը, քարերի վրա տաշում էին հիմնական խոսքերը եւ այն ինֆորմացիոն խոսքերը, որոնք որ պիտի երիտասարդ սերունդը վերցներ մեծից եւ փոխանցեր իրենից հետո եկած երիտասարդներին, հետո քարերին եկան մագաղաթները, հետո եկան գրքերը, հետո ստեղծվեց ռադիոն եւ հեռուստատեսությունը, հիմա արդեն համակարգչային այդ համացանցերը, այսինքն ճարտարապետությունից սկսած մինչև այս շղթան անվերջ է եւ շարունակվելու է։ Ես պարզապես վերցրեցի, ինձ թվում է, շատ մեծ սեր ունեի դեպի ճարտարապետությունը, իսկ ռադիոկայանը ինձ համար դարձավ այդ շարունակականը ինֆորմացիան փոխանցելու, բայց ավելի ժամանակակից ձևով։ Մի կողմից, մյուս կողմից իմ հասկացողության մեջ ռադիոկայանը շատ ավելի իր մեջ է կրում, ինքը ավելի դեմոկրատական է, ինքը ոնց որ թե ավելի ազատամիտ է եւ մեծ հնարավորություն է տալիս թե հաղորդավարին, թե լսողին լինել ավելի ազատ։ Քեզ չեն տեսնում, դու կարող ես ավելի ազատ խոսել, ավելի ազատ շարժվել այդ ժամանակ։ Քեզ չեն ստիպում, որ դու մի տեղում նստես, դու կարող ես քայլես, շարժվես տանդ մեջ ռադիոն լսելով, երկու գործ անես, չգիտեմ, ազատություն է։ Երևի ազատություն եւ ինչ որ միտեղ փոխկապակցված էին այդ երկու մասնագիտությունները, դրա համար էլ ոնց որ թե սիրտս ձգեց եւ դեպի ճարտարապետություն եւ ռադիոկայան։ Իսկ երաժշտությունը, այո, անբաժանելի մասն է ցանկացած դաստիարակության, ինչպիսի երաժշտություն ես դու լսում, լավ հայկական երաժշտություն, թե
ցածր անորակ կիսաթուրքացած, կիսաադրբեջանացած մուղամներով լի երաշտական ինչ որ ծրագրերին ես ավելի շատ, մեղեդիներին ես ավելի շատ հատկած եւ դա է ձևավորում քո անձը։ Տիկին Թարխանյան, դուք կարծրատիպեր ունեք կամ ունեցել եք, հաղթահարել եք։ Ուզում եմ հասկանամ, երևի չունեմ կարծրատիպեր։ Միշտ բաց եմ եղել նոր ինֆորմացիային, գիտելիքին, բաց եմ եղել երիտասարդությանը, ինձ համար շատ հեշտ է եւ փոխվելը եւ երիտասարդների հետ շփվելը, բայց միգուցե ինչ որ կարծրատիպեր ունեմ, այո, դա կապված է խոսքի օգտագործման, անբարոյական խոսքերի օգտագործման խոսքի մեջ մարդկանց չեմ ընդունում ոչ մի ձևով, այսինքն իրար վիրավորելու մարդկանց սխալ խոսքեր օգտագործելու ինձ համար դրանից ավելի մեծ վիրավորանք չկա եւ չեմ ընդունում, երբ որ երիտասարդները իր մեջ շփվելով կարող են դա Ռուսաստանից է հիմնականում եկած այդ խոսքերի օգտագործումը ու չեմ էլ կարողանա դա հաղթահարեմ։ Բայց դուք ասել եք, որ 7-րդ դասարանում առանց ծնողների իմացության այն ժամանակ դեռ նոր Սալժենիցինի գրքերն եք կարդացել, Արխիպելագ Գուլագը եւ Один день Ivana Denisovich-ը, որը ձեր կյանքում, հիմա չգիտեմ, կարծրատիպեր է դա կոտրել, թե աշխարհայացքը, թե պատկերացումը այն ամենի մասին, այն Դուք ճիշտ եք, ես լրիվ մոռացել էի դրա մասին։ Շնորհակալություն շատ, ես ցնցված եմ, թե ինչքան ինֆորմացիա։ Մարդկանց, ովքեր Սալժենիցին են կարդում, հենց միայն դրա համար դա չէի մոռանա։ Դա իհարկե իմ կարծրատիպի շատ մեծ աշխարհայացք փոխեց, շատ մեծ կարծրատիպեր փոխեց իմ մեջ, լրիվ ես որպես անձ փոխվեցի այդ գրքերը կարդալուց։ Իհարկե, մինչև այդ հայրս փորձում էր ինչ-որ ձևով ինձ այդ ամեն ինչը փոխանցել, բայց դուք գիտեք այդ տարիները այնպիսին էին, որ դու ամեն ինչը չէիր կարող ասեիր։ Եվ այդ հնարավորությունը ես 7-րդ դասարանում, որ ինձ տրվեց կարդալ այդ գրքերը եւ հասկանալ, թե մենք ինչ հասարակության մեջ ենք ապրում, ինչպիսի խնդիրներ ունի, ինչով է հիվանդ այդ հասարակությունը եւ ինչով պետք է բուժել, դա ինձ համար շատ մեծ, մի կողմից շատ մեծ հարված էր, մյուս կողմից իմ աշխարհայացքը լրիվ փոխվեց։ Իսկ Իվան Դենիսովիչի այդ մեկ օրը Իվան Դենիսովիչի ինձ շատ հետաքրքիր մի բան սովորացրեց, որ ամենածանր քո վիճակում, ամենակո վատ վիճակում, այն հանրության ստորին մասում գտնվող, աննկարագրելի ծանր պայմաններում գտնվող վիճակում, նույնիսկ այդտեղ դու կարող ես փոքրիկ ուրախություններ գտնես եւ քո երջանկությունը գտնես եւ դրանով ուրախանաս, այդ երջանկության մեջ աչքերդ փակես եւ անհամբեր սպասես վաղվա օրվա, որ այդ սպասելիքներով արթնանաս եւ ժպտաս արևին։ Ինձ համար դա մեծ բացահայտում էր։ Շնորհակալություն Իվան Դենիսովիչ։ Որն է Անահիտ Թարխանյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր կյանքում Հայաստանում, եթե փորձեք մեկ նախադասությամբ ձևակերպել այդ միտքը։ Վերականգնել մեր մեծ հայրենիքը, ուժեղ հայրենիքը եւ հպարտությունով լցնել երիտասարդներին նրա համար այն զգացմունքի համար, որ իրանք հայ են եւ շնորհակալ լինել մեր մեծերին, որ մեզ փոխանցել են մեր գեները եւ մեր հպարտությունը, որ մենք հայ ժողովրդի ծագում ունեցող եւ շարունակություն ունեցող ժողովուրդն ենք եւ հպարտությամբ ապրել
եւ արժանի լինել։ Ոչ թե միայն մեծերն են մեզ արժանի, մենք էլ պիտի արժանի լինենք մեր մեծերին։ Հայրենիքը ձեզ համար մեկ նախադասությամբ Տիկին Թարխանյան։ Իմ կյանքի իմաստն է։ Տիկին Թարխանյան, եւ հաղորդման վերջում դուք հնարավորություն ունեք ինձ մեկ հարց ուղղելու, եթե իհարկե ունեք դրա ցանկությունը։ Իսկ ո՞րն է առաքելությունը ձեր ծրագրին։ Մեր ծրագրի առաքելությունը Տիկին Թարխանյան բացահայտել նորը, գեղեցիկը, կանանց, գեղեցիկ եւ կիրթ կանանց, ճանաչված կանանց եւ ոչ ճանաչված, որոնք լինում է հաճախ շատ լուրջ գործունեություն են ծավալում մեր երկրում, բայց ստվերում են մնում, համեստ են պահում, այ բացահայտել այդ ամենը եւ հանրությանը ներկայացնել։ Շնորհակալություն։ Ես շատ ազդված եմ եւ իրոք անսպասելի էր ինձ համար, որտեվ լրատվության մեջ իմ փորձը ցույց է տալիս հիմնականում գործ ունես երիտասարդ աղջիկերքի հետ, որոնք որ պատրաստ չեն տեսնելը այն ինչ որ տրված էր նախկինում եւ այն ինչ որ կողքին է գտնվում, անցնում են կողքով։ Դուք շատ մեծ գործ եք անում եւ ձեզ շնորհակալություն դրա համար։ Ես եմ շնորհակալ Տիկին Թարխանյան հետաքրքիր եւ ուսուցողական զրույցի համար։ Կարծում եմ հիմա այս մեր զրույցը կլսեն բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր նույնիսկ դեռ չգիտեն, որ հիմա Երևանում գործում է հայկական մոդեռնիզմի թանգարանը, իսկ իհարկե այն երիտասարդները, ովքեր որոշել են, որ իրենց մասնագիտությունն ու ապագան ճարտարապետությունն է, կարծում եմ պարտավոր են իմանալ այս ամենի մասին եւ շուտով դուք կունենաք նրանց այստեղ որպես այցելու, կրթեք, բացահայտեք ի բարօրություն մեր երկրի եւ ժողովրդի։ Տիկին Թարխանյան, հաղորդման վերջում ձեզ պետք է խնդրեմ այս մեր հուշատետրում այստեղ գրված է դուրս արի կարծրատիպերից, վայելիր կյանքը եւ կլինես երջանիկ։ Մի փոքր երկտող թողեք մեր հաղորդմանը նվիրված։ Այսպիսին էր Անահիտ Թարխանյանը առանց կարծրատիպերի։ Ճարտարապետը կարծում է, որ ճարտարապետությունը մեր կյանքում որակ է փոխում, կյանք է տալիս, սեր է տալիս, հայացք դեպի ապագա։ Այնպես որ ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։